Եվ արդեն 2024 թվականի մայիս ամսին այլևս ինչպես որ քաղաքական պետական նախկին գործիչներից մեկն էր ցանկանում, հոգևորականի հրավիրեցին հանձին Բագրատ arczepiskopos-ի, որ նա շարժում սկսի, որին դեմ էին մեր եպիսկոպոսների մեծ մասը։ Այսինքն ներսում դրան համաձայնություն չեն տվել։ Միանշանակ, պատկերացրեք, 24 եպիսկոպոսներից 20-ը դեմ են արտահայտվել։ Դուք դե տեսեք ինչ հարաբերակցություն է, եպիսկոպոսները կողմ են, որ ցանկացած եպիսկոպոս իր թեմում իր հոգևոր հոտի հետ լինի, նրան հուզող հարցերի խնամատարությամբ զբաղվի, բայց երբ որ մի թեմի առաջնորդը ժողովրդական շարժում է սկսում եւ բերում հասցնում է այլ թեմ եւ այնտեղ սկսում է քաղաքական գործունեություն, այստեղ կա նաեւ եկեղեցաբանական խնդիր, որովհետեւ դա կանոնական եկեղեցական այլ առաջնորդի տարածք է եւ այդտեղ իրավունք չկա առանց այդ առաջնորդի գիտության դա կատարելու։ Բայց քանի որ Երևանը հանդիսանում է Արարատյան հայրապետական թեմ եւ ինչպես որ Բագրատ Սրբազանը իր շատ արտահայտություններում ասաց, որ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը կա, ուրեմն այդ դեպքում եւ մայրաթորից չհերքվեց, այդ դեպքում նշանակում է որ կա։